Արարատի մարզի Ղուկասավան գյուղում սկսվել է վաղահաս կարտոֆիլի ցանքը։ Հողը պարապ չթողնելու որոշումը գյուղացու վրա թանկ է նստում։ Սերմ, պարարտանյութ, դիզելային վառելիք, ասում են ֆիզիկական ջանքից բացի հողի մեջ փող են ներդնում։ Բանկից բանկ են գնում, որ մի հրաշքով գյուղատնտեսական վարկ ստանան։ Իրանք ապահոված, իրանց վարկերը տալիս են ու շատ արագ հետ են պահանջում։ Ներում բեկում էլ չկա, պետք է ժամանակին վճարես վարկ։ Գյուղացին էլ ինչ անի, պետք է գոնե բերքից բերք հասցնի, որ կարենա վարկ մուծի։ Ղուկասավանցիներից քչերին է հաջողվել այս տարի առհասարակ վարկավորվել։ Արդեն մեծ պարտքեր կուտակած գյուղացիները բանկերի սև ցուցակում են։ Ես ինքս դիմել եմ 1 միլիոն վարկ եմ ուզել Հայ գյուղ փոխօգնության բանկից, ունեմ 1400 քառակուսի մետր ջերմատուն, ունեմ 800 քառակուսի մետր լրացուցիչ տնամերձ հողամաս, այսինքն իրար հետ մոտ 2000 քառակուսի տնամերձ, մոտ 6000 քառակուսի մետր դաշտում վարելահող, 2 հատ ավտոմեքենա, բայց ինձ ասում են դու ապահովված չես, դու չես կարա վարկ ստանաս, որովհետև չես կարա վերադարձնես։ Այդ 1 միլիոնը ինչ դառա, որ ես այդքան հնարավորություններ ունենալով իրանց մոտ էլ 15 տարով տունս գրավա դրած։ Առաջին ցանքի համար սերմն ու պարարտանյութը ֆերմեր այս ընտանիքը հաջողել է ձեռք բերել դեռ ձմռանը, Ռուսաստանից ուղարկված գումարով։ Ուղարկած ռուսական արժեզրկված ռուբլով գնված սերմը քիչ է, փողն ինչքան բավարարել է, այդքան են ձեռք բերել։ Տոկոսով փող են եկել է։ Սերմարերենք հիմա չի եկում ես։ Դինորից է թանկարնին։ Չգիտենք էլի ոնց կլինի։ Հələ որ ցանում են, աշխատանքի մեջ են։ Վարկային բեռնուսերից գցելու միակ հույսը նոր բերքի իրացումն է։ Վարկով գնված թանկ սերմը հողն են գցում քաջ գիտակցելով, որ ստացված բերքը սպասված գինը չի ունենալու։ Արտադրածն էլ իրացման խնդրի պատին է դեմ առնելու։ 250-ով առնում եմ, 50-60 ծախում եմ, 70։ Ոնց է համարժեք։ Իրանի չի փակում։ Իր ծախսերը չի փակում։ Այն օր յոլա են կեցում։ Ասենք ես 1.300.000 ծախս եմ արել, 650,000 դրամ տվել եմ սերմի, այդ 650,000-ըս հազիվ եմ հանել։ Մենակ սերմի փողը, բանդ է, տրակտորի է, հողի է, ջրի է, պարարտանյութի է։ Գյուղատնտեսական մեծածախ շուկա ունենալը Ղուկասավանցու երազանքն է։ Գյուղատնտեսության նախարարության որոշմամբ շուկան կարող էր գլուխ գալ, բայց տեղական արտադրանքի իրացումն ամեն տարի վերավաճառողների քմահաճույքին է մնում։ Կառավարությունը պետք է արտահանում կազմակերպի, որ գյուղացին չխեղճանա, գյուղացին իր գործով զբաղվի։ Արտադրի, իսկ իրացնողը բանը մեծ ավտոներով գան, ասենք յուղից բարձեն, ունենամ ասենք 5 տոննա, 10 տոննա, ասենք նորմալ գնով տամ, ես էլ գոհլեմ, այդ արտահանողը տանողն էլ գոհլի, որ ես սիրտս տաք էլի մի խոսքով։ Հանուն իրենց արդար չարչարանքի Ղուկասավանցիները գյուղական աշխատանքները դեռ չսկսած կառավարությանը հորդորում են դեմքով շրջվել դեպի գյուղն ու գյուղացին ոչ թե խոսքով, այլ վերջապես իրական աշխատանքով։ Պետքա գյուղացուն օգնել, ոչ թե խանգարել եւ անհրաժեշտ ժամանակ, իրան անհրաժեշտ ժամանակ տրամադրել ցածր տոկոսով վարկել։ Ընդհանրապես իրան օգնել այդ ձևով, որ այն սկզբնական կապիտալը, որ պետքա գործի մեջ դնի, ես տենց մարդ էլ չգիտեմ, որ ինքը վարկը վեր կալի տանի ինչ-որ ուրիշ բաների վրա ծախսի։ Վարկը վերցնում է դնում է հողի վրա, բայց այդ եկամուտը չի ստանում, որ կարողանա այդ վարկը մարի։ Նարեկ Գրիգորյան, Վրեժ Մարգարյան, Առաջին լրատվական։